Բարև ձեզ, այո, շատ շնորհակալություն, մշտապես հնարավորություն եք ընձեռում մարդկանց ինչ-որ ձևով կարծիքը հայտնելու։ Եվ գիտեք, մի տեսակ անհնար է արդեն, որովհետև անընդհատ զգում ես, որ շատ դժվար է, բայց նաև հասկանում եմ, որ ընդհանրապես արդեն խոսելու ժամանակը չէ այնքան էլ, որովհետև ես հասկանում եմ, թե ինչքան է ժողովուրդը հոգնել այս անդադար հնչող քաղաքական դեմքերի խոսակցություններից եւ վերլուծաբանների ու անընդհատ մենք ասում ենք, որ այս 6 տարի, երբ որ պետք էր պայքարել, դաշտը գրեթե դատարկ էր, բացի մի քանի կուսակցություններից։ Բայց հենց ընտրությունները եկավ, մեկի տեսա այդ փոքր կուսակցություններից տվար զանգված դուրս եկավ բեմ եւ վերլուծաբանների մի հատ շքերթ, բայց այդ ամբողջի հետ մեկտեղ ակնհայտ է մեկ բան, վերլուծելու կարիք չկա ընդհանրապես, որովհետև Նիկոլը այնքան ակնհայտորեն ամբողջը բացահայտեց եւ բոլոր կետերը արդեն դրեց իր տեղը եւ ըստ այդմ մենք ցավով հանդերձ այսօր արդեն պետք է հստակ տարանջատենք, այսօր արդեն եթե մեկը կողմ է Նիկոլին, ապա նա կողմ է հայրենիքի դավաճանությանը, նա կողմ է ամբողջ հողերի հանձնմանը, նա կողմ է հայոց պատմության ուրացմանը։ Ցանկացած մարդ, որն այսօր կողմ է Նիկոլին, փաստացի կողմ է իր ծնողների, պապերի, գերեզմանների պղծմանը, կողմ է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ոչնչացմանը, կողմ է ամբողջ հայ ազգի ուրացմանը։ Սա փաստ է, ցավով, բայց այդպես է, եւ ըստ այդմ ցանկացած մարդ, ով այսօր կողմ է Նիկոլին, կամ դավաճան է, կամ անմեղսունակ, բայց եթե անմեղսունակ եք, ապա գոնե ձեզ իրավունք մի վերապահեք մեր հայրենիքի ճակատագիրը որոշելու։ Երկրորդ տիպի մարդիկ, դա նրանք են, ովքեր որ վախենում են խոսել, շարունակում են լռել իրենց տեղերում եւ նրանք բոլորը կամ վախկոտ են, կամ իրենց հոգիները այլոց վաճառած եւ փաստացի այդ առևտրային մոտեցմամբ, որ ցանկացած պահին պատրաստ են վաճառվել, անկախ դրանից թե ում։ Եվ միայն երրորդ խումբը նրանք են, մեր նման, ում համար հայրենիքը եւ հայրենասիրությունը դա զուտ երգերից ինչ-որ տողեր չեն, այլ առաջին հերթին նորից եւ նորից պատասխանատվությունը, սերն ու կարիքցանքը յուրաքանչյուր քարիքի հանդեպ, ոչ միայն ամբողջ տարածքների, որ դավաճանը հանձնում է օրեցօր, այլ յուրաքանչյուր քարիքի եւ դրա համար մենք պարտավոր ենք խոսել, մենք իրավունք չունենք լռելու եւ ողբամ նրանց, ովքեր մինչ այժմ դա չեն հասկանում։ Եվ ըստ այդմ, երբ որ մենք անընդհատ խոսում ենք եւ մտածում ենք, թե ինչ կարելի է անել, գիտեք, փաստը հետեւյալն է. Նիկոլը ոչ թե պարզապես չարիք է, ինքը նման է այդ օտարածին մարմնին, երբ որ մտածում ես օրինակ մարմնի մեջ, սովորական մարմնի մեջ, երբ որ մտնում է ինչ-որ օտար վնասակար մարմինը սկսում է պայքարել ամբողջությամբ, սկսվում են տարբեր պրոցեսներ օրգանիզմի մեջ, բորբոքումներ, ինֆեկցիաներ, տարբեր տարրերը այս կամ այն ձևով վտանգված են, եւ հենց սա է պատճառը, որ ամբողջությամբ մենք տեսնում ենք խայտարակ բացասական հույզեր ամբողջ Հայաստանով, տեսնում ենք դժբախտ պատահարներ ամբողջ Հայաստանով, տեսնում ենք ջղայնությունը, որ տարբեր ձևերով է դրսևորվում, այս ամբողջի պատճառը Նիկոլն է, Նիկոլը վարակ է եւ հիվանդություն է մեր ամբողջ հին, բայց միևնույնը կայուն ազգի համար։ Եվ դրա համար Նիկոլից պետք է անհապաղ ձերբազատվել։ Եվ այստեղից գալիս է այն մյուս հարցը, որը շատ ցավոտ է այսօր ամբողջ ժողովրդի համար, եւ ես իհարկե հասկանում եմ բոլորին, ովքեր որ սարսափած մտածում են, բայց ինչպես ձերբազատվենք Նիկոլից։ Եվ դրա համար ես նորից ու նորից ասում եմ, մենք անձամբ ես եւ իմ նման մի քանի մարդիկ ասում մենք դեմ ենք ընտրություններին։ Մենք դեմ ենք ընտրություններին 21 թվականին եւ այժմ էլ մենք դեմ ենք ընտրություններին։ Ինչու՞։ Մենք կողմ ենք, որ ընդհանրապես, այո, թող ընտրություններով լինի եւ թող խաղաղ լինի ամբողջ փոփոխությունը, սակայն դա օրենք է, երբ որ մեկը հանցագործություն է գործում, հանցագործին դատում են, նստացնում են եւ այդպես լուծում են իր հարցերը, այլ ոչ թե թողնում են, որ ինքը մասնակցի ընտրություններին եւ դրանով լեգիտիմիզացնում են իր հանցագործությունը։ Բայց ցավոք սրտի եկանք ինչին որ եկանք։ Եվ այսօր ցավոք սրտի մենք կանգնած ենք արդեն ընտրությունների շեմին։ Եվ դրա համար խոսենք ընտրություններից ու նորից
մարդիկ ասում են, որ մարդ չկա ումից, որ մենք ընտրենք, եւ ես հասկանում եմ, որովհետեւ ինչ որ ձևով նայում ես այդ եսի շքերթը նորից, հա, որ բոլոր տեղերում իրենց դեմքերը ու այդ դեմքերից առանձնացնող Նիկոլի մի տեսակ հոգեկան հիվանդի դեմքի նման ու այդ բոլոր տեղերում հանդիպող դեմքերը, որ ընդհանրապես ծանոթ չեն հայ ժողովրդին, թե որտեղից են հայտնվել, ովքեր են ընդհանրապես, բայց մյուս կողմից նայում ես ու մտածում ես, որ մարդիկ ինչի մասին են խոսում։ Գիտեք, վերջերս լսեցի մեկը խոսում էր, ասում էր Հայաստանում լուրջ խնդիր կար, ինչ էր ասում, խոշոր եղջերավորների։ Հայաստանը մի խոշոր եղջերավորի խնդիր ունի նախ եւ առաջ։ Իր հարցերն է պետք լուծել, դրանից հետո այո, ցավոք սրտի, այս 8 տարվա մեջ Նիկոլին հաջողվեց ամբողջությամբ ավերել պետական ապարատը։ Բոլոր օղակները ամբողջ Հայաստանի Հանրապետության ցնցված են լիովին ամբողջությամբ քայքայված են։ Այո, նա ով որ գալու է հետո պետք է ավերակներից նորից կարողանա Հայաստանը շենացնել։ Մենք դա ընկալում ենք, բայց առաջին հերթին պետք է կարողանալ հենց այս չարիքից ձերբազատվել։ Ինչու դրա մասին դադարել եք խոսել։ Եվ դրա համար գիտեք մարդիկ անընդհատ հուսահատվում են եւ այլն, բայց մեր թիմից մեկը շատ հետաքրքիր միտք արտահայտեց, որ ուզում եմ կիսել այժմ։ Ինքը ասեց, որ գիտեք, երբ որ օրինակ ավտոբուս է եւ հանկարծ ավտոբուսի ղեկին հայտնվում է մեկը հոգեկան հիվանդ կամ դեղերի ազդեցության տակ, որը միանգամից գաստված քշում է դեպի անդունդը։ Եվ ամբողջ ժողովուրդը, որ այդ ավտոբուսի մեջ է սարսափած, տեսնում է, որ դեպի անդունդ է արագ քշում, եւ ոչ մի բան չի ազդում իր վրա, իրան փորձում են համոզել, փորձում են ինչ-որ բաներ բացատրել, բայց ինքը, քանի որ հոգեկան հիվանդ է, արագ այդ ամբողջ գազը սեղմած, արագ գնում է դեպի անդունդը։ Ինչ է պետք անել այդ պահին։ Արդյոք այդ պահին ընտրություններ են կազմակերպում կամ քննարկում են ով է ավելի լավ վարորդը։ Ոչ, արագ փորձում են որևէ մեկը, որ այդ պահին ղեկը վերցնի, փրկի ավտոբուսը, դրանից հետո նոր հնարավոր կլինի մտածել, թե ով կղեկավարի պետությունը։ Սա է լուծումը։ Եվ դրա համար առաջին հերթին պետք է անհապաղ այս ղեկը ստանձնած, շեղված մարդկանց ձերբազատել Հայաստանը նրանցից։ Սա է։ Եվ դրա համար հետո արդեն ասում է լավ, իսկ իրավիճակը ամեն դեպքում շատ ծանր է հիրավի, որովհետև տեսեք, մենք ասում ենք 30% մշտական իշխանական ռեսուրս եւ դա մշտական ցավոք սրտի հաշվարկների մեջ կա, բայց ես ասեմ, ավելի ծանր է ոչ թե դա, որ մշտապես կա 30% իշխանական ռեսուրս, այսինքն այն բոլոր մարդիկ, ովքեր որ տարբեր տեղերում տեղավորված օգտվում են Նիկոլից եւ եւս դրանով դավաճան են, այլ նաեւ ժողովրդի զանգված կա, որ մշտապես ստրկական մտածողություն ունի եւ ցանկացած պարագայում խոնարհվում է իշխանավորների առաջ, չմտածելով իսպար, որ իշխանությունը առաջին հերթին ժողովրդին է պատկանում, այլ ոչ այդ հիվանդներին, որ հանկարծ հայտնվել են այժմ ղեկին։ Եվ դրա համար ցավոք սրտի մենք այո տեսնում ենք, որ վտանգը կա, որ դավաճանը հանկարծ առաջ կգնա։ Եվ դրա համար մենք նորից ու նորից կոչ ենք անում, որ այնուամենայնիվ մասնակցեք, բայց մյուս կողմից նայում ես ու տեսնում ես այն ստվար զանգված անկապ անհասկանալի հոլովակների, որ մարդկանց կոչ են անում չընտրել ոչ մեկին, որ հայտնի է, այլ ընտրել փոքր կուսակցություններին։ Տգետներ, այդ փոքր կուսակցությունները ընդհանրապես պետք է դաշտից դուրս գային։ Նախ, որովհետև ճնշող մեծամասնությունը, այն որ Նիկոլը ուներ շիշ բռնողներ, որ այդպես էլ պատմության մեջ մնացին որպես շիշ բռնող, հիմա այս փոքր կուսակցություններն էլ պատմության մեջ կմնան որպես Նիկոլի ժողովրդական լեզվով ասած դամ պահող, որովհետև ոչ մի այլ բան իրենք չեն անում, քան ձայներ փոշիացնելու նպատակով են այդտեղ հայտնվել։ Եվ դրա համար տղերք, ով որ ձեզանից մի քիչ գոնե փորձում է հայրենասիրական մկրտումներ ունենալ, պարզապես ինքնաբացարկ արեք, քանի դեռ հնարավոր է, եթե հնարավոր է։ Ինչ որ ձևով, որովհետև դուք փախցնում եք ձայները, որոնք որ կարող են վնասել Նիկոլին։ Փոխարենը դուք վերցնում եք ընդդիմության ձայները։ Եվ փոխարենը ձեր ամբողջ ձայները, որ դուք միևնույնը 1-2% առավելագույնս կհավաքեք, բայց հետո այդ ամբողջը ծառայելու է Նիկոլին, ով որ դա չի հասկանում, պարզապես չգիտի ընտրական օրենսգիրքը։
Եվ դրա համար նորից ասում ենք, մենք գիտենք այդ բոլոր կուսակցություններին, մենք գիտենք բոլոր մարդկանց 20 թվականից ի վեր, ով որ չի հանդգնել անընդմեջ հայտարարելու, որ Նիկոլը Դավաճանը ինքն էլ է Դավաճան իր տեղում։ Ու սա եւս փաստ է։ Ու դրա համար ընդամենը 4-5 կուսակցություն կա, որ որևէ ձևով հնարավորություն ունեն։ Մեկը նրանցից ցավոք սրտի Դավաճանինն է, մնացածին ընտրեք նրանց, որովհետև այլ պարագայում ձեր ձայները փոշիանալու են եւ մենք ընդհանրապես հնարավորություն չենք ունենալ առաջ գնալու։ Սա էլ է փաստ։ Ու դրա համար հիմա այս ամբողջ տխուր բաների հետ մեկտեղ մի հատ ուրախ բան ասեմ, ինչքան որ հնարավոր է։ Գիտեք, վերջերս մտածում էի, որ մենք անընդհատ տխրում ենք ժողովրդի վիճակից, որ բոլորը անջատված են ու անջատվածների իրոք ստվար զանգված կա, բայց կան նաև մարդիկ, ովքեր իրենց մեջ կայծ են կրում, այն տարբեր տեղերում Նիկոլին պարզապես հանկարծ պատահական հանդիպող, բայց երեսին ամբողջ ասող, որովհետև սրտի մեջ քաջություն են պահում, որ միգուցե իրենք առօրյա կյանքում չգիտեն էլ, որ խիզախ են, բայց հանկարծ նրան հանդիպելիս ասում են, ու դրա համար ես ուզում եմ ասել ձեզ, որ մենք ենք հայերը, նրանք չեն, հայերը մենք ենք, այն պապիկը, որ չկարողացավ լռելու ասեց Նիկոլին ամբողջ ինչ որ կա, այն երեխան, որ իր կարծիքը հայտնեց Նիկոլին, այն տիկինը, որ ամբողջը ասեց, նրանք են հայը, մենք ենք հայերը, իսկ Նիկոլի նման թուրքագեն մարդիկ, պատահմամբ հայտնված մեր ազգում, ոչ այլ բան են, քան պարզապես մի կողմից ազգի խայտառակությունը, բայց մյուս կողմից ազգի թշնամիները։ Եվ ի վերջո, այսօր համբարձման տոնն է, Սուրբ համբարձման տոնը, ու Ես գիտեմ, ցավոք սրտի չարիքի դեմքերը շատ են, ցավոք սրտի Հայաստանով մեկ սփռված չարիքի գլուխները այնքան շատ են, տգիտությունը, անտարբերությունը, օտարամոլությունը, անջատվածությունը, ես գիտեմ, որ այդպես է, որովհետև նայում ես ու անգամ դպրոցների տեսնում ես, որ էքսկուրսիա բառի տակ միայն մի բանը, որ գիտեն դա ռեստորաններ այցելելը, ես գիտեմ, որ չարիքը շատ է Հայաստանում, բայց համբարձման տոն է, եւ ես գիտեմ, որ հրաշքները հնարավոր են, ու ես գիտեմ դրա համար, որ մենք միևնույն է կկարողանանք փրկել մեր սիրելի, միգուցե տառապյալ, բայց միևնույն է դեպի ծաղկունք գնացող Հայաստանը։